Դու կարող ես շատ գումար աշխատել, բայց միևնույն ժամանակ լինել ֆինանսական ռիսկի մեջ։ Ինչպես։ Արի հասկանանք, թե ֆինանսական ինչ մակարդակներ ընդհանրապես գոյություն ունեն։ Տարբեր դասակարգումներ կան, տարբեր կրիտերիաներով։ Ես առաջարկում եմ այսօր քննարկենք ամենատարածվածն ու ամենապարզը, որպեսզի պատկերացնենք, թե մարդը ընդհանրապես ինչ ֆինանսական վիճակ կարող է ունենալ։ Ու առաջինը ամենացածրը դա ֆինանսական վտանգն է։ Եթե մաթեմատիկայի լեզվով խոսանք, ֆինանսական վտանգը դա է, երբ որ քո ծախսերը ավելի շատ են, քան քո եկամուտները, անկախ նրանից, թե դրանք ինչքան են։ Օրինակ, պայմանական կարող է լինի քո եկամուտը 1 միլիոն դրամ, բայց ծախսերը լինի 1,5 միլիոն կամ 1,100,000։ Այդ դեպքում դու ֆինանսական վտանգի մեջ ես։ Այսինքն պարտքով ես ծախսերը։ Դու ավելի շատ ծախս ես անում, քան վաստակում ես, հետևաբար կամ պարտք ես վերցնում, կամ վարկային բեռդ ես անընդհատ մեծացնում։ Ամենատարածված խնդիրն է նա, որ ֆինանսական վտանգի մեջ գտնվող մարդիկ առաջի քայլով փորձում են իրենց եկամուտները շատացնեն, բայց բոլոր մասնագետները, այդ թվում նաև ես, խորհուրդ եմ տալիս նախ եւ առաջ վերլուծել բոլոր ծախսերը ու հասկանալ բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է չանել եւ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։ Հիշում ես, մենք մի անգամ քննարկում էինք, դա կարա սկսվի սովորական բջջային փաթեթից, չգիտեմ գտնել փաթեթ, որը օրինակ ամիսը 500 դրամ կամ 1000 դրամ ավելի մատչելի է, վերջացրած տրանսպորտային ծախսերը օպտիմալացնելով, օրինակ, չգիտեմ, ոչ թե ամեն անգամ առանձին տոմս գնես, այլ նայես ամսական ինչ-որ աբոնեմենտ կամ տարեկան եւ դրա հաշվին նորից խնայես քո ծախսերը։ Դա սկսվում է ուղղակի ծախսերը գերելուց, հենց գերում ես, միանգամից երևում է, թե ինչը կարելի է փոխել։ Այո, ֆինանսական վտանգի մեջ գտնվող մարդու առաջի խնդիրը ոնց հասկացանք դա գրելն է ծախսերը եւ երկրորդը բացառել բոլոր այն ծախսերը, որոնք որ խիստ անհրաժեշտ չեն։ Իսկ որոնք որ անհրաժեշտ են, հասկանալ դրանք հնարավոր է օպտիմալացնել, թե չէ։ Նաև խորհուրդ է տրվում, եթե այդ փուլում իսկ հավանաբար այդ փուլում կան վարկեր, վերլուծել այդ վարկային բեռերը, օպտիմալացնել դրանք ու չգիտեմ, երկու խնդիր կարանք լուծենք, կամ մեկը որ ամսական վճարումները քիչ լինի, կամ երկրորդը այն վարկերը, որոնք որ թանկ են, դրանք շուտ վճարել կամ փակել կամ վերադասավորել, վերակառուցել վարկային պորտֆելը։ Երկրորդ փուլը դա ֆինանսական կայունության փուլն է։ Ինքը սովորաբար էլի մաթեմատիկայի լեզվով եթե ասում ենք, ինքը հավասար է եկամուտներն ու ծախսերը մոտավորապես հավասար են, եկամուտները մի փոքր ավել են, որի շնորհիվ կարողանում ես կուտակել որոշակի խնայողություններ, բայց պայմանական այդ խնայողությունները 5-6 ամիս կուտակում ես, հետո դրանով գնում ես նոր iPhone ու նորից զրոյ անում են։ Այդ ցիկլն է, որը կայունությունն է։ Այս փուլում շատ կարևոր է, որ սովորել այդ խնայողությունները ճիշտ օգտագործել ու չուղղել սպառմանը, այլ ամենաճիշտ փուլն է սկսել ինչ-որ փոքրիկ ներդրումներ անել։ Դրանք կարան լինեն բանկում ավանդ դնելուց սկսած, վերջացրած բաժնետոմսեր կամ պարտատոմսեր գնելուց, կամ օրինակ, չգիտեմ, ներդնել անշարժ գույքում կամ կամայական այլ ներդրումային պրոյեկտում։ Այս մակարդակի իրականում վտանգը այն է, որ եթե ինչ-որ չնախատեսված բան տեղի ունենա, օրինակ աշխատանք կորցնես կամ եկամտի աղբյուր կորցնես կամ ինչ-որ վատ բան տեղի ունենա, որը ծախս կպահանջի, դու չունես այդ հավելյալ բարձիկը անվտանգության ծախսը փակելու համար։ Ու սովորաբար նման ցնցումներից հետո շատ դժվար է լինում ուշքի գալը։ Ու այս փուլում եթե դու գտնվում ես ու հիմա նայում ես, մտածում ես, որ դու այս փուլում ես գտնվում, կա երկու կարևոր խնդիր, որ պետք է լուծես։ Մեկը այդ ֆինանսական բարձիկի ստեղծելն է, իսկ ֆինանսական կայուն բարձիկը դա համարվում է մոտավորապես այն գումարը, որը քեզ անհրաժեշտ է 2-ից 6 ամիս քո մինիմալ կենցաղային ծախսերը փակելու համար, եւ երկրորդը ստեղծել առաջի пассив եկամուտները։ Пассив եկամուտ, երբ որ ասում ենք, դա նա, որ ոչ թե դու աշխատավարձ ես տանում, այլ օրինակ բանկում գումար ես դրել եւ առանց ինչ-որ հավելյալ գործ անելու ստանում ես տոկոսներ կամ բաժնետոմսեր ես գնել, որոնց գինը աճում է առանց քո ինչ-որ միջամտության։ Երրորդ մակարդակը։ Երրորդ մակարդակը դա ֆինանսական անվտանգությունն է։ Այս արդեն ավելի կայուն իրավիճակ է, երբ որ դու ունես արդեն նախորդ փուլում ստեղծել ես пассив եկամուտներ ու իրանք փակում են քո անհրաժեշտ ծախսերի 20-ից 50%-ը։ Եվ ինքը բնորոշում է հետևյալում, որ քո եկամուտները էականորեն ավելի բարձր են, քան անհրաժեշտ ծախսերը ու յուրաքանչյուր հաջորդ ամսվա վերջում քո խնայողությունները, ներդրումները մի փոքր ավելի շատանում են։ Ու այս փուլում շատ կարևոր է, որ դու կարողանաս խնայողությունները ուղղել քո пассив եկամուտները մեծացնելուն, հա, նորից կամ բանկում ավանդ դնել, միգուցե այս փուլում շատ ավելի նպատակարար մտածել, օրինակ, չգիտեմ, նաև անշարժ գույք ձեռք բերելու ինչ-որ օրինակ
նույնիսկ եկամտային հարկի վերադարձվար կարմեր նախորդ թեման, ինքը շատ մարդիկ օգտվել են հենց իրանց пассив եկամուտներ ստեղծելու համար, այսինքն իրանք կարիք չեն ունեցել բնակարանի ձեռք են բերել ու օգտվելով պետական աջակցությունից իրանց ապագա пассив եկամուտ են ստեղծել, որտեղ պլանավորում են բնակարանները վարձով տան եւ նաեւ ինքը ներդրում է, որտեղ բնակարանը ոնց որ հասկացանք տարիների ընթացքում իր գինն է մեծացնում։ Այս փուլում դու քո արժեվ դնում ես նպատակ քո пассив եկամուտները անընդհատ մեծացնել ու հասցնել նրան, որ իրանք փակեն քո կենսական անհրաժեշտության բոլոր ծախսերը։ Հենց դրան հասնում ես, անցնում ես հաջորդ փուլին, ֆինանսական կայունության, որը կոչվում է անկախություն։ Լավ է հնչում։ Նայ, ֆինանսական անկախությունը ինքը այնա, որ դու ունես այնքան пассив եկամուտ, որ կարող ես ընդհանրապես չաշխատել եւ քեզ անհրաժեշտ բոլոր ծախսերը կարող ես փակել։ Իսկ այդ շատ պլյուսներ ունի, դու կարող ես արթնանալ երբ ուզում ես, կարող ես անել այն ինչը ուզում ես, կարող ես ժամանակ տրամադրել ընտանիքիդ, հոբիներիդ, ինքնազարգացմանը, հետաքրքիր նախագծերի, այդ նախագծերը կարող են շատ ավելի հեշտ գումար բերել, քան մինչև այդ էջ դու աշխատում, երբ որ ծանրության տակ էիր, հա։ Սովորաբար հենց ֆինանսական անկախության փուլում գտնվող մարդիկ իրանք սկսում են փոխել իրանց գործունեության ոլորտը ու տեսակը, քանի որ կախվածություն չունեն, զգում են իրանց այդ անկախությունը եւ կարող են իրենց թույլ տալ, օրինակ, չգիտեմ, նույնիսկ շատ սիրելի աշխատանքից, բայց այնուամենայնիվ դուրս գալ եւ սկսել սեփական բիզնեսը կամ ինչ-որ պաուզա վերցնել, հավելյալ կրթական ինչ-որ ծրագրերի մասնակցել ու ամենից սկսել զրոյից առանց անհանգստանալու, որ ամսվա վերջում կոմունալները ով է վճարելու։ Ինքը շատ բաղձալի ոնց որ իրավիճակ է, բայց կա եւս մեկ մակարդակ, որը կոչվում է ֆինանսական ազատություն։ Ինչով է տարբերվում անկախությունը ազատությունից։ Ազատությունը այն է, որ քո пассив եկամուտները ոչ թե փակում են մենակ քո անհրաժեշտ ծախսերը, այլ փակում են բոլոր այն ծախսերը, որոնք դու ուզում ես քեզ թույլ տալ։ Օրինակի համար ուզում ես, չգիտեմ, գնաս Ֆրանսիայում 1 ամիս ապրես եւ վարձես ինչ-որ մի հատ փոքրիկ նավակ, դրա վրա ապրես կամ, չգիտեմ, շուրջ երկրյա ճամփորդություն իրականացնես ու քո пассив եկամուտները թույլ են տալիս բոլոր այդ ծախսերը փակել։ Դե մինչև այդ էլ ված չէր։ Ես առաջարկում եմ, որ ամեն մեկը մի հատ մտածի թե ինքը որ փուլում է գտնվում, որ մակարդակում է գտնվում ու ինչ է անում հաջորդ մակարդակ անցնելու եւ որ նա օրինակ չգիտեմ առաջիկա 3-4 տարվա համար իր համար ասում են target-ը, որ մակարդակին է ձգտում հասնել ու ինչ այլ life hack-ներ կան, որ տենց կօգնեն, օրինակ չգիտեմ, ֆինանսական վտանգից հասնել մինչև ֆինանսական ազատություն։ Եթե հարցեր կլինեն, գրեք մեկնաբանություններում, իսկ մենք այս շարքը կարծում եմ շարունակական կդարձնենք։